Վանաձայն, լավագույն և հարազատ։ Բարև ձեզ հարգելի ունգընտիրներ, Վանաձայնի եթերով և թիմադեդրի էջով ձեզի հետ են Գրիգոր և Սերլին ներկայացնելու համար հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Մեծիդանն Գիլիգիո Արամ առաջին վեհապար հայրաբեդը Վատիկան պետական կարդուղարին ուղված նամակովը իր խորասկած ցավակցությունը հայտնել է այդ Ֆրանցիսկոս Բաբին վախճանման առիթով նշեց, որ եկեղեցին վերանորոգելու առաջնորդող շարք մահանցուկն քայլերով Ֆրանցիսկոս Բաբը նոր էջը բացավ կաթոլիկ եկեղեցու կյանքին ու մտածողության մեջ։ Բախճանյալ Բաբը շեշտեց, միջեկեղեցական շարժումին կարևորությունը եղավ զորագից անարդարության զոհ ժողովուրդներուն, պաշտպանելով արդարությունը եւ ընկերային ծառայությունը նկատեց եկեղեցու առաքելության կարևոր մարզերեն մեկը։ Արդարև, ան իր օրինակելի համեստությամբ ու բարձությամբ եղավ ժողովուրդին Բաբը։ Վեհապար հայրաբեդը իր նամակին մեջ նաև անդրադարձավ Ֆրանցիսկոս Բաբին հայոց ցեղասպանության ճանաչման քաջ կեցվածքին, ինչպես նաև Արցախի հայության նկատմամբ նոր ցուցաբերած զորակցության։ Ամենան հայոց կարեկին երկրորդ կաթողիկոս ցավակցակիր մհղեց Հռոմի սրբազան կահանայապետ Ֆրանցիսկոս Բաբի վախճանման առիթով։ Ցավակցակիրին մեջ աննշեց. Երջանկայի չդակ Ֆրանցիսկոս Բաբը խոնար, քաջ եւ բարի հովիվ էր, որ հավատարմորեն գկալեր Հիսուս Քրիստոսի ջամփայեն։ Անը ստանցնեց բաբական բարձր եւ պատասխանատու առաքելությունը դժվար ժամանակահատվածիմը եւ վկայեց ավետարանը մնայուն պաշտպան ըլլալով արդարության եւ խաղաղության հadouk ուշադրություն եւ խնամք դածելով գարիքավորներուն, ինչպես նաեւ իր կարևոր ներդրումը բերելով միջեկեղեցական հարաբերություններու զարգացման։ Հadouk մխիթարությամբ գանթաթարնանք, որ սրբազան Բաբը մնայուն գերբով գաղութեր բادرազմներով եւ անարդարությամբ վիրավոր աշխարհի, իմաստնավորի Արցախյան բادرազմի ցաներ հետևանքները գրող մեր ժողովրդին համար նշեց վեհապար հայրաբեդը իր հղած ցավակցակիրի մեջ։ Կարեկին վեհապար նաեւ ընդգծեց, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ պիտի հիշե հայոց ցեղասպանության 100-ամյակին առիթով Սուրբ Պետրոս դաջարի մեջ մատուցված պատարակը Սուրբ Գրիգոր Նարեգացի հրճակումը իբրև դիեզերական եկեղեցու վարդապետ, ինչպես նաև Սրբազան Բաբին Հայաստան այցելությունը։ Մոնտրեալի քաղաքապետական խորհրդի 22 ապրիլի նիստին ընթացքին խորհրդի անդամ Վանա Նազարյան ելույթ ունեցավ եւ հայոց ցեղասպանության 110-ամյակի ոգեգոճեց հիշադակելով Մուսա Լերան հերոսամարտը։ Ելույթի ընթացքին Նազարյան հիշեց իր փորձառությունը Մուսա Լերան հերոսամարտի ղեկավար Մովսես Տեր-Գալուսյանի զավգին Վասկեն Տեր-Գալուսյանի հետ հայոց ցեղասպանության արդարության ի խնդիր դարվող աշխատանքներու մասին։ Նազարյան հիշադակեց Վիկեն Տեր-Գալուսյանի պատմությունը, որ արդարության համար մղված պայքար էր եւ վերհիշեց Մոնտրեալի Որչագիզման թանգարանի մեջ գայացած Մուսա Լերան հերոսամարտի 100-ամյա հոբելյանի նվիրված հանդիսության գազմագերման աշխատանքներու ընթացքին Վասկեն Տեր-Գալուսյանի ներդրումն ու խորհուրդները։ Անշեշտեց, որ Տեր-Գալուսյանի եւ մուսալերցիներու պատմությունը վերաբերելու կամքն է Կանադայի մեջ։ Քեբեկի մեջ 22 ապրիլ 2025-ին Քեբեկի նախագահ խորհրդանական նիստի հիշադակվեցավ հայոց ցեղասպանության 110-ամյակը։ Նիստին ընթացքին խոսքեր արտասանեցին խորհրդական պատգամավորներ Սոնա Լախոյան Օլիվիե, Միշել Սետլակուի եւ Սելին Հայտատյան։ Եվ հայտադի Քեբեկի հանձնախումբի պատվիրակությունը եւ Կանադայի հայոց թեմի առաջնորդ Փափկեն arczepiskopos Չարյան ներկա էր նիստին։ Մնալով Քեբեկի մեջ 22 ապրիլ 2025-ին գեսորեյետ ժամը 4-ին Քեբեք քաղաքի մեջ Կոմիդաս վարդապետի գիսանտրիին թիմած դեղի ունեցավ Կոմիդաս վարդապետի հիշադակի ոգեգոճում եւ Ձաղգեբսագի զեդեղում Քեբեկի հայ համայնքի միացյալ մարմինին կողմէ։ Հոգևոր հայրեր Փափկեն arczepiskopos Չարյան, Հակոբ վարդապետ Յակոբյան, Կոմիդաս քահանա Ամիրխանյան եւ Գաբրիել քահանա Վարդանյան մատուցեցին հոգեհանգստյան աղոթք, որ մեյետ Դիգին Սետա Տելյան ասմունքեց ահավոր փամը այստեղ բանաստեղծությունը։ 22 ապրիլ 2025-ին Քեբեկի մեջ 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 22 ապրիլ 2025-ին
Հոհիտա Հունաստանի հայտարարի հանձնախումբը հրաբարացած է հետևյալ հայտարարությունը։ Սիրելի այրենագիցներ, 24 ապրիլի նախորյակին ենք, երբ աշխարհասփյուր հայության հետ իբրև հայոց ցեղասպանությունեն վերաբրած սերունդներ կնշենք հայ ազգին դեմ թրքական պետության կորզացած ցեղասպանության 100 դասնամյակը։ Մեր ազգին դեմ 110 տարի առաջ սկիզբ առած ցեղասպանությունը կշարունակվի իր սարսափելի երես դարձյալ ցույց տալով բանտուրանական նկարդումներով։ Երբեք կարելի չէ մոռանալ, թե 110 տարի առաջ մեր ազգին դեմ կորձված ահավոր ոճիրը, ինչպես եւ փոքր ասյո այլ քրիստոնյա հույն եւ ասորի ժողովուրդներուն դեմ կորձված ցեղային ոճիրները Թուրքիո պետական մեքենային հղացած եւ կորզացած ծրագիրն էր, որուն շարունակությունը կգազմի պետական մագարտակով ոճիրը ուրանալու քաղաքականությունը։ Նույնը կշարունակվի մինչեւ այսօր իր նոր եւ սպառնացող երեսներով նշած է հայտարարությունը։ Պանթուրանիզմի նոր առաջնորդները հագահայկական իրենց քարոզներով եւ ցեղաբաշխական մոդելություններով կշարունակեն վտանգել մեր ազգին եւ հայրենիքին լինելությունը, հետս հետե ավելի անդարբեր, խուլ եւ համր դարձող միջազգային հանրության առջև։ Թուրքիո նպատակներուն միացած է Ադրբեջան, որուն շարունակական սաթրանքները մեր հայրենիքին դեմ պանթուրանիզմի նոր նիզակայիրը կհանդիսանան։ Ադրբեջան մեղավոր է Արցախի ժողովրդին դեմ ցեղային զդումի իրագործման համար, մեղավոր է Հայաստանի ինքնիշխան տարածքին դեմ քրավումներով եւ իր ռազմական ուժերուն կողմէ շարունակական սպառնալիքներով։ Բացահայտ իրողություն է, որ Անկարա-Բաքու զինակցությունը հայության դեմ ցեղասպանական գործողությունները իրենց ավարտին հասցնելու նպատակը կհետապնդեն օրե-օր ավելի գազմագերբված եւ վտանգավոր կերպով։ 110 տարի հայոց ցեղասպանությունն յետք հայրենի եւ սփյուռքի ժողովուրդը բարդի ոտքի մնալ աչալուրջ եւ պատրաստական։ Մանավանդ գիտակցելով, որ մեր պատմությունը, մեր ազգին հիմք կազմած իրադարձությունները, մեր ազգային արժեքները շարունակական հարվածներու կենթարկվին, նույնիսկ ներքին հարվածները ստանալով ավելացած է Հոհիտա Հունաստանի հայտարարի հանձնախումբին հայտարարությունը։ Սակայն մեզի համար բարձ է, քանի որ մեր պատմության ցաներ դասերը քաղաքացիալով լավապես կգիտակցենք, թե միայն բանջարդեր եւ իրավադեր հայության ուժն է, որ գրնա կանխարգելել մեր ազգին դեմ սպառնալիքները եւ ցեղասպանական նոր ոճիրները։ Արցախի գորուստին հազարավոր հայ նահատակներու եւ Արցախի հայության բռնի դեղահանման իրավիճակները դիմակրաված լալով այժմ բահն է, որ աշխարհասփյուր հայությունը միախումբ եւ վճռական գեցվածք ցուցաբերե, պաշտպանելով իր ազգային արժեքները, վերագերտելով իր ազգային արժանապատվությունը, բաբանելով մեր ժողովրդի նոր սերունդներու իրավունքները։ Սիրելի այրենագիցներ, Հոհիտա Հունաստանի հայտարարի հանձնախումբը գոչ կուղը յուրաքանչյուր բանջարդեր հայու մասնակցելու, վերանորոգելու բանջարդիրության ուխտը եւ անգամ եւս հարկանքի դուրք մատուցելու մեր ազգի անմեղ նահատակներու իշտագին։ Թող մեր բոլորին համախմբման վայրը դառնան 110-ամյակի զիրին մեջ կազմակերպվող բոլոր ցերնակները։ Գիրագի 27 ապրիլին Աթենքի, Թեսաղոնիկեի եւ Կսանթիի մեջ քաղաքական ցերնակները 5 շաբթի 24 ապրիլին կոհապանական աղոթքները եւ ողոքի ցույցերը Աթենքի եւ Թեսաղոնիկեի մեջ, ինչպես նաեւ Ռոդոսի եւ Կալամատայի մեջ կազմակերպվող ցերնակները։ Խորներամ մասնակցենք բոլորս ցերնակներուն վերահաստատելու համար, որ մեր թադը անժամանցելի է, իսկ մեր բայկարի ոգին անգոդրում։ Իր գարքին Արցախցիներու իրավունքներու պաշտպանության խորհուրդը հանդես եկավ հետևյալ գոչով. Սիրելի հայրենագիցներ, Արցախցիներու իրավունքներու պաշտպանության խորհուրդը գնահատես է 23 ապրիլին ժամը 6:30-ին գարտ ցերնարկ մգազմագերբել Երևանի ազատության հրապարակին վրա հայոց ցեղասպանության 110-ամյակի առիթով, որ մեյետք ներկաները երթով պիտի ուղվին հանրապետության հրապարակ միանալու ավանդական չահերթին։ Բոլորը կհրավիրվին միասնապար ոգեգոչելու հայոց ցեղասպանության անմեղ զոհերու հիշադակը եւ բարձրացնելու, որ թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը կշարունակվի մինչեւ այսօր։ Այդ քաղաքականության կենթանի զոհերն ու վկաներն են արցախցիները։ Ոգեգոչումով թեպի բայկար, բայկարով արդարություն, արդարությամբ կանխակիլում, կանխակիլումով վերադարձ հայրենիք։
Հայտադի Մեծն Բրիտանիո հանձնաժողովը ընկերային ցանցերու իր էջի մեջ քրարումով մը դեղեկացուց, որ Լոնդոնի Քենոդաֆի հուշահամալիրի մոտ 22 ապրիլին հավաքվեցան Մեծն Բրիտանիո խորհրդարանի բոլոր քաղաքական գուսակցություններու եւ երկու բալատներու ներկայացուցիչները հարկանքի դուրք մատուցելու եւ ոգեգոճելու հայոց ցեղասպանության 110-ամյակը։ Հավաքի ընթացքին խորհրդարանականները հանդես եկան գոչելով ուղված Մեծն Բրիտանիո կառավարության պաշտոնապես ճանչնալու 1915-ի ողբերգական իրադարձությունները իբրև ցեղասպանություն։ Ջավախքի մեջ այսօր երեկոյան ժամը 7-ին դեղի պիտի ունենա ավանդական ճահերով երթ, նվիրված հայոց ցեղասպանության 110-ամյակին։ Ճահերով երթը սկիզբ պիտի առնե Ախարքալակի Փերթերու դարածքեն թեպի Սուրբ Խաչ եկեղեցի։ Հոհիտտա Հայաստանի Կերակույն մարմինի ներկայացուցիչ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան թիմադեդրյան կրառումով նշեց հետևյալը. Հայոց ցեղասպանության ժխտումը պետք է քրեականացվի։ 22 ապրիլին ազգային ժողովի Հայաստան խմբակցությունը ազգային ժողովին ներկայացուց օրենքի փոփոխության ծրագիրը, որմով գարաչարգվի քրեականացնել հայոց ցեղասպանության ժխտումը, նսեմացումը եւ արդարացումը։ Այս նախաձեռնությունը ուղղակի պատասխան է Թուրքիայեն բարձրացվող ժխտողական քաղաքականության եւ ներկա իշխանություններու այդ քաղաքականության ենթարկվելու փաստին։ Սաղաթելյան նշեց, որ իշխանությունը երկու ընդդություն ունի։ Առաջին գոմ կվիարգել օրինակիցին, փակելով հայոց ցեղասպանության ուրացման թուրը, եւ երկրորդ գամ մերժել ծրագիրը պաշտոնապես ամրագրելով, որ ժխտողական քաղաքականություն իրականացնի։ Երրորդ տարբերակ չկա։ Ծրագիրը մշակված է Հայաստանի անկախության հռչակագրի մեջ ամրագրված գեդերու, ինչպես նաև եվրոպական շարք մեբեդություններու օրենքներու հիմամբ, ուր ցեղասպանության ժխտումը ընդ որում հայոց ցեղասպանության քրեականորեն բաժելի է։ Ազգային ժողովի մեջ ծրագիրին քննարկումը վեր պիտի առնի հիշողության եւ ազգային ինքնության պաշտպանության հարցը իբրև բաժանումի պատճառ։ Բաժանումի մեկ կողմը հայ ժողովուրդն է իր հիշողությամբ, արժանապատվությամբ եւ իրավունքներով, իսկ մյուս կողմը մեր ժողովրդի թշնամիներն են։ Գոմերը պիտի ընդրվին մեզմու յուրաքանչյուրին կողմ է։ Ուստի գոչ կուղենք քաղաքական բոլոր ուժերուն մտավորականության, քաղաքացիական հասարակության, հայոց ցեղասպանության 110-ամյակին ընթരാճ հստակացնել եւ վերահաստատել իրենց դիրքորոշումները եւ միացյալ ջանքերով բայկարի ուրացման քաղաքականության դեմ, նշեց Իշխան Սաղաթելյան։ Սիրելի ունգընտիրներ, Վանացայնի եթերով եւ թիմադեդրի էջով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ցեզի հետ էին Սերլին, Գրիգորը եւ ցայնը հաղորդավար Նատալին։ Մնացեք միշտ Վանացայնի ունգընտիր։